անց մոտավորապես 8 շաբաթ 5 օրեկան էր կամ 6 օրեկան, դա դեկտեմբեր ամիսն էր եւ բացատրեցինք, որ 5-ակ մենք փորձը շատ քիչ է եւ ճիշտ կլինի, որ ընդհատվի երկուսը, то есть ռեդուկցիա արվի, մնացած 3-ը որ ապրել։ Նո իրանք ոնց որ թե հասկացան, խոսացինք, բացատրեցինք եւ այլն եւ այլն։ Նո անպայման ռիսկերը բացատրում ենք նաեւ ռեդուկցիայի։ Իրանք երկար մտածելուց եկան մի 2 օրից, որ ռեդուկցիա արվի եւ կտրականապես նրանք հրաժարվեցին։ Դա մոտ 2-3 օր հետո էր։ Մենք ուրիշ անելիք չունեինք, որ հսկեինք, ինչպես ամբողջ աշխարհը հսկում է այդ հղիությունները, բազմապտուղ հղիությունները, եւ բոլոր այդպես պրոտոկոլներով, բաներով հսկել ենք, հասցրեցինք մինչեւ 28 շաբաթական, եւ արդեն երբ որ սկսվեց ծննդաբերությունը, որը հնարավոր չէր արդեն կանխել, պահել, то есть արվեց ամեն ինչ, то есть կատարվեց դեղորայք երեխեքի թոքերը հասունացման համար, կատարվեցին բոլոր կանխարգելիչ դեղորայքները, որ վաղաժամ ծննդաբերությունը չսկսվի, կատարվեց նեյրոպրոտեկցիա, դա երեխայի գլխուղեղի արյունասեղումների կանխարգելումն է, կատարվեց ինչ որ աշխարհում այսօր հայտնի է բոլոր միջոցները, երեխաները ծնվեցին, մնացածը երևի արդեն դուք գիտեք, շատ ցավում եմ, որ երկուսը չկան, բայց ինձ թվում է արվեց ամեն ինչը։ Երևանի բժշկական կենտրոնում այդ 28 շաբաթական եւ բարձր երեխաների ապրելիությունը բարձր է, 90 եւ ավել տոկոս է, այնց չի, որ մենք ասենք չենք կարողանում այդ, եթե ասենք 22-ից սկսված 0-ից 10%-ը 28-ում 90-ից բարձր է։ То есть մենք ունենք ամեն ինչ եւ կարողանում ենք այդ երեխաներին, երբ որ մեկնարկին, այո, 5-ակը դա այդ պատճառով կանչվեցին այդ օրը բոլոր լավագույն մասնագետները, то есть մեր ադմինիստրացիան արեց ամեն ինչ, որ բոլորը ստեղ լինեն, բոլորը ստեղ են եղել եւ հնարավորին բաները արվել է։ Հիմա ծնողները այսպիսի մեղադրանք են հնչեցրել կայքերից մեկով, որ իրենց ծնվելուց հետո չեն զգուշացրել, որ երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է եւ իրանք միայն լրատվական միջոցներից են տեղեկացել, ու նրանք նաեւ մեղադրում են բժիշկներին, անհասցե են մեղադրանքը հնչեցնում, որ իմանալով հնգյակ ելույթի աշխարհագրելու չեն պատրաստվել։ Մենք պատրաստ ենք եղել առաջի օրվանից, то есть մենք բոլոր այդ կանխարգելիչ բաները արել ենք, իսկապես արել ենք եւ այդ օրը, այդ երեկո, այդ գիշեր բոլոր գլխավոր մասնագետները եղել են մեր կողքին, մեր ադմինիստրացիայից բռնած եւ սաղ կազմակերպությունը կատարվել է մեր ադմինիստրացիայի Երևանի բժշկական կենտրոնի ադմինիստրացիայի կողմից հրավիրվել են բոլոր այն մարդիկ, որոնք այսօրվա օրով ոնց որ էլիտան են մեր մանկաբուժության եւ որոնք կարողանում են ամենավատ դեպքերը դուրս բերեն։ Իսկ ինչ կասեք այն փաստին, որ ծնողներն ասում են իրենց չեն զգուշացրել, որ երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է։ Ինձ թվում է դա հնարավոր չի։ Մենք իրանց բացատրել ենք 8 շաբաթականից դա, ոչ թե ծնվելուց, այլ 8 շաբաթականից մենք դա բացատրել ենք բոլոր ռիսկերը եւ ես իրանք շատ հարգում սիրում եմ, իրանք իմ ոնց որ այս process-ի ժամանակ նաեւ ոնց որ շատ մոտիկացանք, դե բոլորիս սիրտն է ցավում, եւ իրանց բացատրել ենք այդ առաջի օրվանից, որ շանսերը շատ քիչ են։ Պարոն Աբովյան, նաեւ ծնողները հայտարարում են, արտասահմանցի գերմանացի մասնագետներ հրավիրվել, նաեւ անհրաժեշտություն էին տեսել օտարերկրյա մասնագետներ հրավիրել։ Գիտեք, մեր մասնագետները շատ լավն են, ասենց ասեմ, մերոնք շատ լավն են եւ ես նորից կրկնում եմ, որ մենակ Երևանի բժշկական կենտրոնում 27 շաբաթից բարձր երեխաները ապրում են 90%-ից ավել։ Ուղղակի 5-յակի ժամանակ մենք հնարավոր չի
այդ ամեն ինչը կազմակերպել մի կենտրոնում, դրա համար փորձեցինք բոլոր լավագույն կենտրոնները, որ մեր կողքին լինեն, մենք լինենք միասին։